Ձեր խորհրդով մեր խաղին ենք հրավիրել Աբելյանին եւ Ռաֆայելյանին։ Բինիտո։ Ատոմները բաժանվում են, ինչ են անում։ Խորվատ կլինի, չէ՞ երևի։ Չգիտեմ։ Խոսե Անտոնիո Ռեյես։ Լիոնել Մեսի, Գրոզնի անունը ինչ էր։ Լևոն Տեր, Պետրոսյան։ Ես դեմ եմ։ Փառք Աստծո։ ինչ Պետրոսյան բանի երկրպագու։ Ժամանակ առ ժամանակ ինձ զգում եմ Պետրոսի դերում։ Չեմ լսում։ Ռուդիկը։ Լուիս Արմանդո Մարադոնա։ Վան Գոգ, B, Պենալդո, Պեպերոնի։ Ռուդ Վան Նիստելրոյ։ Բարիս Ալպեր Ելմազ։ Հենց սկսենք կամ 3 հոգու ասեմ։ Вообще անունները Ակադիան Աբրես, Սանտա Կլարան, Պորտուգալական սերիալից էր։ Մանչեսթեր, Սիթի, Երևան Սիթի։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերներին։ Ողջույն բոլորին, եթե մեզ հետևում եք ուրիշ ֆուտբոլի կամ GoFM-ի YouTube-յան ալիքում, ուրեմն պատրաստում եք մեզ հետ միասին ներկա գտնվել այս ինտելեկտուալ ֆուտբոլային ավարային, եթե այսպես կարելի ասել, մենք կարդացել ենք ձեր մեկնաբանությունները եւ ձեր խորհրդով մեր խաղին ենք հրավիրել Աբելյանին եւ Ռաֆայելյանին, հայտնի ֆուտբոլային մեկնաբան, հայկական ֆուտբոլի գիտակ, չեմ վախենա ասել այդ խոսքերը եւ ազգային ստադիոն հաղորդաշարից, ոդկասթից Կարեն Ռաֆայելյանը, ես ուզում եմ Արեգետ հիմա խոսեմ, տեսնում ես տղաները 3 հոգու են եւ ինչ-որ պահի կարող են օգտագործել իրենց քանակական առավելությունը եւ ուրիշ հաղորդում սկսի քեսից, բայց ցանկացած ուրիշ հաղորդում Ռոբի սրտով է, այնպես որ կարծում եմ նման բաներ չեն լինի։ Եկեք խոսենք աշխարհի առաջնությունից, որովհետեւ այսօրվա խաղը հիմնականում հայկական ֆուտբոլին է վերաբերվելու։ Ինչ կանխատեսումներ ունեք, Կարեն։ կանխատեսումներ ունեմ, որ խմբային փուլի խաղերից 2-3-ն եմ նայելու։ Դա ժամի պատճառով թե Ոչ, որովհետև ոչ մի նորմալ խաղ չեմ գտնում հենց խմբային փուլից, ասենք, որ Կյուրասաո, Հայիթի չի նայվելու։ Իսկ երբ որ խոսենք play-off-ից առաջ, այդ ժամանակ հետաքրքիր կլինի արդեն։ Իսկ եթե ամեն դեպքում հիմա փորձենք խաղթողի տարբերակ ասել, ունես Չունեմ։ անկախատեսելի է քեզ համար։ Իսկ դու ինչ հետաքրքրություններ ես Ինձ գտել։ անկախատեսելի, բայց կա ֆավորիտ Իսպանիայի հավաքականը եւ նրանից հետո Ֆրանսիա, Արգենտինա, ինձ թվում է 3 ամենաուժեղ թիմերն են, կազմով եթե նայենք ընդհանուր խաղով 3-ին կնշում։ Ռոբ դու ինչ կասես։ Աշխարհաշտությունից կապված է։ Ընդհանրապես ես տեսնում եմ ապակինվել ես արդեն։ Դեռ ոչ, բայց շարժվում ենք առաջ։ Կվերադառնանք ավելի ուժեղ։ Իսկ աշխարհի առաջնության հետ կապված, ինձ թվում է Պորտուգալիայի հավաքականը լուրջ շանսեր կարող է ունենալ, եթե օրինակ Քրիստիանո Ռոնալդոին ասեն դու նստի Պայստայններին ստանին, մենք քո համար կհաղթենք այս գավաթը։ Հետաքրքիր տարբերակ է։ Դու բոլոր հավաքականներին քո էջում անդրադարձել ես, բոլորին քիչ թե շատ ավելի շատ ես ծանոթ, երևի քան մենք անգամ այն անսպասելիներին, որոնք հայտնվել են։ Դու ինչ կասես աշխարհի խաղերի մասին։ Եթե ֆավորիտի տեսանկյունից Ռոբերի հետ համաձայն եմ, միանշանակ Պորտուգալիայի ազգային հավաքականն է հաղթելու, չնայած ֆրանսիացիներն էլ զրաչքով են անում, անգլիացիներն էլ, բայց երևի այս մունդիալին ավելի շատ հետևելու եմ։ Կարող է ֆուտբոլ խաղալ աշխարհով անելը։ Այս մունդիալին ավելի շատ հետևելու եմ երևի այն հավաքականներին, որոնք ինչ որ անակնկալ կարող են մատուցել, ինչպես օրինակ Մարոկոն վերջին անգամ երբ հասավ կիսայի զրափակիչ։ Կամ օրինակ հենց Ամերիկան։ Միգուցե։ Իհարկե Պորտուգալիայի ֆավորիտ լինելը իմ կարծիքով դա ավելի շատ ցանկություն է բոլորիս մոտ, բայց կարծում եմ իսպանացիներն ու ֆրանսիացիներն են ֆավորիտ լինելու։ Մի փոքր էլ խոսենք ազգային ստադիոնի մասին, ինչ որ նորություններ, փոփոխություններ, այս հարցը նաև Ռոբերտ քեզ է վերաբերում։ Նորությունը այն է, որ առաջիկա ընկերական խաղերը Հայաստանի հավաքականը չի անցկացնի ազգային ստադիոնում։ Ափսոս։ Եւ առնվազն 4-5 տարի ազգային ստադիոն անունը մենակ մեր ոդկասթն ունենալու, ստադիոն չենք ունենալու ազգային։ Բայց այդքան էլ դժգոհ չեն մարդիկ։ Կարևորը ինչ որ ազգային ստադիոն կա եւ ինչ որ երկրպագուների շրջանակի, հավատացեք, դա բավականին գոհացնում է։ Մենք կարող ենք շարժվել առաջ եւ անցնել բուն ինտելեկտուալ բաթլին, մեկնարկում է խաղի առաջին փուլը։
Մեկնարկում է առաջին փուլը, ես մի փոքր պատմեմ կանոնների մասին։ Առաջին փուլի ընթացքում յուրաքանչյուրդ ունենալու եք մեկական րոպե, որի ընթացքում հնչելու են ֆուտբոլային ինտելեկտուալ բլից հարցեր։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար դուք ձեր թիմին բերելու եք 2 միավոր, այնպես որ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, փորձեք հնարավորինս շատ ճիշտ պատասխաններ հնչեցնել եւ արեք Ռոբերտ։ Ունեք այլ տարբերակ բացի չինգաչունգիչ ընտրելու խաղը մեկնարկող թիմը։ Չուշագեց։ Պատամա։ Սկսենք։ Սկսենք, բայց Ով։ ես կսկսեմ լավ։ Եթե պատրաստ ես 1 րոպեն մեկնարկեց։ Երևանի Արարատից եւ Փյունիկից բացի հայկական էլ որ թիմը հանդես եկել Մարկոս Պիզելին։ Ոչ մի։ Արարատ Արմենիա։ 2016-17 մրցաշրջանում որ թիմն է դարձել Հայաստանի առաջնության չեմպիոն։ Որ կներ 16-17 մրցաշրջանում։ Ալաշկերտ։ Ճիշտ է, ով է եղել Երևանի Փյունիկի գլխավոր մարզիչը 2007-ից 2012 թվականներին։ Վարդան Միրասյան։ Ճիշտ է, խփած 20 գնդակով ով դարձավ նախորդ 2024-25 մրցաշրջանի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկոն։ Գրեգորիո։ Ճիշտ է, այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 133 հանդիպում։ Սարգիս Հովսեփյան։ Ով է Հայաստանի ազգային հավաքականում ամենաշատ գոլ եղնակ դարձած պաշտպանը։ Ռոբերտ Արզումանյան։ Ճիշտ է, 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ փոխարինման մտնելով այդ դանիացին դարձավ այդ առողջությանը մասնակցած ամենաերիտասարդ խաղացողը։ 2010 Էրիքսեն։ Ճիշտ է, զարմանալի է, բայց այդ ակումբի անվանման արմատը նշանակում է երիտասարդ, անվանեք Young ակումբը։ Boys։ Ոչ, Յուվենտուս 10 վայրկյան է մնացել, որ ֆուտբոլիստի անունով է հավերժ ամրագրված Բավարիայի 5 համարի խաղաշապիկը, սա վերջին հարցն էր։ Ճիշտ է։ Կարծում եմ բավականին հաջող ընթացք ունեցավ Արմանը եւ կարողացավ վաստակել իր թիմի համար 7 ճիշտ պատասխան, այսինքն 14 միավոր։ Բայց մի բան կարող եմ ասել։ Պիզելին տենց էլ չկար։ Բայց պայմանագիր կնքեց։ Այս ճաշվի չի արել, լավ։ Հիմա հերթը Արեգի թիմինն է, դուք արդեն ընտրել եք ով է մեկնարկելու։ Ընտրել ենք։ Ես կարող եմ։ Այսօրվա Վստահությունը շատ լավ է։ նախաձեռնող են։ Կարեն պատրաստ ես։ Լրիվ 1 րոպեն գնաց։ Որ երկրում է արտադրում ֆուտբոլային գնդակների ճնշող մեծամասնությունը տարեկան ճիշտ է։ Իր կարիերայի ընթացքում որ ֆուտբոլիստն է հասցրել խաղալ 7 տարբեր երկրների 9 տարբեր ակումբներում 2 տարբեր աշխարհամասերից։ Անել կա։ Զլատան Իբրահիմովիչ։ Այդ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում հասցրել է հաղթել ներքին առաջնությունը եւ գավաթը Չեմպիոնների լիգան, իսկ հավաքական հետ աշխարհի առաջնությունը։ Պեդրո։ Խուլիան Ալվարես։ Մի անգամ այդ մասնագիտության տեր մարդը փոխարինեց ֆուտբոլային մրցավարին, ինչի շնորհիվ մրցավարների կողմից սկսեց օգտագործվել Սուլիչը։ Ինչ մասնագիտություն էր այդ մարդը։ Ոստիկան։ Ճիշտ է, որ ակումբի այլ պահին գործող ֆուտբոլիստներն են ամենաշատը նվաճել աշխարհի առաջնության գավաթը։ Յուվենտուս։ Ճիշտ է, լեգենդար մարզիչ Վիտորիո Պոցոն, որ հավաքականի գլխավորությամբ է կարողացել։ Ճիշտ է, ով է միակ իսպանացի ֆուտբոլային մարզիչ, ում հաջողվել է դառնալ աշխարհի առաջնության չեմպիոն։ Ճիշտ է, ով է աշխարհի առաջնության ընթացքում ամենաշատ գոլ եղնակ դարձած բրազիլացին։ Ռոնալդո։ Ով է աշխարհի առաջնության ընթացքում ամենաշատ գոլ եղնակ դարձած իսպանացին։ 10 վայրկյան։ Ես չեմ։ Դավիթ Վիլյամ 2002 թվականի աշխարհի առաջնության բացման խաղին, որ հավաքականին պարտվեցին ֆրանսիացիները։ Սենեգալ։ Ճիշտ պատասխան։ Երկու բավականին այսպես բուրըն 1 րոպեներ ունեցանք կրկին 7 ճիշտ պատասխան 14 միավոր եւ այսպես առաջին փուլի առաջին մեկական րոպեներից հետո հաշիվը 14-14-ը բավականին ակտիվ խաղ է մեզ սպասվում։ Ռոբերտ, պատրաստ ես։ Միշտ պատրաստ եմ։ Ունես 1 րոպե, բավականին բարձր նշաձող է դրված եւ 1 րոպեն մեկնարկեց։ 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ այդ դարպասապահը կարողացավ դարպասը անառիկ պահել 5 խաղում։ Իգեր Կասիլյաս։ Ճիշտ է, 2006 թվականի աշխարհի առաջնության ընթացքում որ հավաքականի ֆուտբոլիստներն են ստացել 16 դեղին եւ 2 կարմիր քարտ։ Որ 2006։ Իտալիա։ Ոչ, Պորտուգալիա։ Դեպորտիվոյի այդ խաղացողը 2002-2003 շրջանում ճիշտ է, որ թիմում էր հանդես գալիս 2023-24 թվականների Լա լիգայի լավագույն ռմբարկու Արտյոմ Դովբիկը։ Ժիրոնա։ Ճիշտ է, աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում անցկացրած 10 խաղում այդ պորտուգալացին թեև գոլ չի խփել, բայց դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Որ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում անցկացրած 10 խաղում այդ պորտուգալացին թեև գոլ չի խփել, բայց ճիշտ է։ Ով էր 2003-2004 թվականների Լա լիգայի չեմպիոն Վալենսիայի գլխավոր մարզիչը 10 վայրկյան։ Ֆոխ Ռաֆայել Բենիտես։ Ճիշտ է, աշխարհի չեմպիոն դարձած այս ֆուտբոլիստը սերիայում 10 տարբեր ակումբների կազմում մասնակցել է 514 խաղի, խփել 188 գոլ եւ կատարել 48 գոլային փոխանցում 10 տարբեր ակումբների կազմում։ Ժամանակ ավարտվեց, ոչ Ալբերտո Ջիլարդինյո։
Էլի ված չէ։ Մոտեր։ 5 ճիշտ պատասխան 10 միավոր, հաշիվը դառնում է 24-14 եւ Արեգ Շատ պատասխանատու բարդ է հիմա։ Գաման լրտի թողեր վերջինը քեզ։ Պատրաստ եմ։ պատրաստ ես։ Իհարկե։ Եվ այսպես 1 րոպեն գնաց։ Ով է դարձել Պրեմիեր լիգայի ամենաարագ հետվիկի հեղինակը։ Սագեման է։ Ճիշտ է։ Մինչ Ֆլորիան Վիրցի Լիվերպուլ տեղափոխվել է, գերմանացի ֆուտբոլիստներից ում տրանսֆերն էր համարվում ամենաթանկարժեքը։ Պրեմիեր լիգայում։ Բոլոր լիգաներում։ Տոնի Կրոս։ Ոչ, Կայ Հավերց, ով է ամենաթանկ տրանսֆերով տեղափոխված եգիպտացի ֆուտբոլիստը։ Մոհամեդ Սալահ։ Ոչ, Օմար Մարմուշ։ Երևանի Փյունիկից որ ակում տեղափոխվեց Էդգար Մալաքյանը 2012-13 մրցաշրջանում։ Մենք գիտենք։ Ուբանի։ Վիկտորիա Պլզեն, որ փողոցի վրա է գտնվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը։ Խանջան։ Որ քաղաքում է գտնվում ֆուտբոլային ամենահայտնի արբիտրաժային մարմինը։ Նիոն։ Լոզան, այդ հարձակվողը Հայաստանի հավաքականի դեմ անցկացրած 7 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ։ Ռոնալդո։ Ոչ, Անդրեյ Շևչենկո, այդ ակումբի դարպասը Կրիստիանո Ռոնալդուն գրավել է 27 անգամ։ Անդորա։ 10 վայրկյան Սևիլիա, այդ ֆուտբոլիստը 3 տարբեր հավաքականների կազմում մասնակցել է 3 աշխարհի առաջության։ Ժամանակը ավարտվեց 3 տարբեր հավաքականների կազմում մասնակցել է 3 տարբեր աշխարհի առաջությունների։ Խորվատ կլինի, չէ՞ երևի։ Չէ, չգիտեմ։ Դեյան Ստանկովիչ։ Երկու ճիշտ պատասխան ունեցավ Արեգը, 4 միավոր բերեց եւ առաջին փուլից հետո հաշվի մեջ արժևում են Ռոբերտը եւ Արմանը։ Իսկ մենք շարժվում ենք դեպի երկրորդ փուլ։ Առաջին փուլից հետո 18-24 հաշվով Արմանը եւ Ռոբերտը արժևում են։ Ես պատմեմ երկրորդ փուլի կանոնների մասին։ Հիմա դուք սեղանին դրված տեսնում եք 8 տարբեր թերթիկներ։ Դրանցից երկուսը 2 միավորանոց են, մնացած 6-ը 1 միավորանոց են, այնտեղ թաքնված են 8 տարբեր տարբերակներ եւ դուք պետք է փորձեք բացատրել իրար։ Լավ կլինի, ինչպես ֆուտբոլիստերն է օգտակար կես բառից հասկանալ այս փուլի ընթացքում։ Բուսկետսի պես։ Ռոբերտ, Այստեղ նստած են կայացրու քո որոշումը։ ֆուտբոլի ստեղծողը, իդեմս հավելվածի Եվ խաղացողը, ես չեմ եւ այո, ամենաշատ խաղացող մարդկանցից մեկը։ Մենք երբեմն շատ հաճախ զույգով նենց ենք խաղում, որ այո, միգուցե մեր դեմ կարող են Այո, հիմա այս միայն համար երկու հոգի։ հետաքրքիր քննություն է, որովհետև այս խաղի հիմնադիր նախահայրն է այստեղ։ Այդպես կլինի նաև տարիներ անց, երբ կառուցեն ազգային ստադիոնը, դու գնաս կամ դուք գնաք, կրկին կասեն նախահայրերը եկել են։ Մանչեսթերի Օլդ Թրեֆորդի արժե որ 3 անցանք աչե։ Տեսնենք։ Ես կընտրեմ այս լավերակը մեկ միավոր Հարավսլավիա։ Գնացինք 1 րոպեն մեկնարկեց։ բանը Գրոզնի անունը ինչ էր։ Թերեք։ Չէ։ Լավ, Թիմի անունը չի։ պաշտպան Պեպի ազգանունը ոնց է։ Գվարդիոլա։ Ահա, պաշտպան խորվատ Յուգոսլավիայից երևի։ Գվարդիոլ։ Անունը Յոշկո Գվարդիոլ։ Ֆորտ Հյումեր խաղում Ստյոպա Մկրտչյանը մինչև Ոսկեկ։ Գերմանիա գնան, ճիշտ է։ Հարցակողը Յուվենտուսից Աղդու, Վլախովիչ։ ահա, անունը։ Դուշան Վլախովիչ։ Ասե այդու լավ, Տիկնիզյանի մրցակից թիմը նույն քաղաքից։ Պարտիզան։ Քաղաքը, Բելգրադ։ ահա։ Մակեդոնացիոն ինչ էր։ Ալեքսանդր Կարապետյան։ Չէ, ես ինչ է։ 1 մատ։ Մի 10 վայրկյան։ Միատովիչ, չէ, մյուսը։ Ալեքսանդր, մի որ ատոմները բաժանվում են, ինչ են անում։ Վերջ, ունես հնարավորություն Ատոմները որ բաժանվում են, ոնց է կոչվում այդ չենք ուշում, Ռոբերտ, ունես հնարավորություն Ալեքսանդր չգիտեմ, չէ։ Միտրովիչ։ Միտրով։ Դու ուրիշ ձև բացատրիր դու էլ Միտրովիչը։ Տարօրինակ է բացատրել։ Գոլքը փողը։ 4 չի պատասխանեցեք 4 միավոր վաստակեցիք, սա լավ շանս է ձեր թիմար, եթե վերցնեք 2 միավորանոց տարբերակը, անգամ կարողանաք Խմբի ընթացքում Ոնց ասես։ Ոսկես։ Թեման Մի միավորանոց է ու դու պետք է վերցնեիր։ Արարատ 73։ Գիրքը վերցրա կարթա պատրաստ ես, եթե կհասցնես 5 վայրկյանում ամբողջ գիրքը կարդալ, կարող ենք պատասխանել։ Եթե ոչ, Փորձենք լավ, հիմա փորձում ենք 1 րոպեն թե գիրքը։
1 րոպեն մեկնարկեց։ Որ ստադիոնում էին իրենք խաղում։ Հրազդան։ Ահա, հարցակվողը Գյումրեցի, որ վերջում գոլ է խփել ֆինալին։ Ահա, անունը։ Տեր Պետրոսյան։ Լև։ Հա։ Ես մեմ շփել ու լրացան որես։ Լևոն Իշտոյան։ Այո, այն իրենց ամենաուժեղ խաղացողը Էդվարդ Մարկովը չկա։ Вообще անունները Աբրես էլ ում գիտես, ասա։ Զաննա։ Ահա, Ավակներ, Զանազանյան։ հա Թումանյանի անունով է։ Հովանես Զանազանյան։ Ահա, Քաջ ինչ։ Հայկ։ Քաջ ինչ, Քաջ, ահա Նազար ու Լևոնտեր։ Անտես, ուրեմն ով է որ բերում են Հայաստանի հավաքական, որ Պապն է խաղաց, Պապն է ով է խաղացել Արադ 73-ում։ Հիմա Բալտիկայում է որտեղ է։ Ավանեսյանը։ Չէ, ռուսական ազգանունը։ Կովալենկո։ Ահա, Միխայել բանը Մակեդոնացու անունով։ Ալեքսանդր Կովալենկո։ Ահա, Եվ վրատարը։ ժամանակը կարող ես իշել։ Չէ, բաղուց բրցել է ժամանակը, ես դեմ եմ։ Ես էլ եմ դեմ։ Ես դեմ եմ։ Բողոքի ցույցեր են իզնից Արամ Ես 73-ը դեմ եմ միշտ ունի ժամանակ։ Լավ, հաշվել եք։ Ճիշտ պատասխան։ կարող ենք ասել, որ դու եւ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու հիմնադիրներ 6 ճիշտ պատասխան ունեցաք, 6 միավոր, մի փոքր մոտեցաք։ Լավն էր։ Ես եմ հիմա։ Լավ, սա փորձենք։ Էրոներ 1 միավոր։ Լավ։ Շատ լավն էր, շատ։ Եվ այսպես Հենց սկսենք կամ 3 հոգու ասեմ։ 1 րոպեն մեկնարկեց։ Էրիկ Ազիզյան, Չէ, Ուրարտուի պաշտպանը հավաքականի ինչ փիլը։ Էրիկ Փիլյան, Վարվեց։ Վար 7, United-յան խարիզմատիկ ֆրեսիացին են Էրիկ Շանտոնը, Ապրես, արգենտինացի, որ Տոտենհեմ էր խաղում, կիսապաշտպան էր։ Լամելա։ Ապրես, դանիացին, որ նոր մի քիչ առաջ ասեց Քրիստիան Էրիկսեն, կիսապաշտպան։ Էրիկ Ջեմբա, United-ի մարզիչը Էրիկ հոլանդացի, որ հեռացվեց, Տոտենհեմ Բավարիա կենտրոն պաշտպան էր անգլիացի։ Տոտենհեմ, Բավարիա, Հարի Քեյնի հետ գնաց Բավարիա Տոտենհեմից։ Էրիկ Դայեր, Ապրես, Բարսայի պաշտպանը, որ Քասկեհուն էր ֆրանսիացի։ Էրիկ Աբիդալ, Ահա, իսկ ես Էրիկ Ջեմբան, հա։ Էրիկ Փիլյանով Էրիկ Փիլյանով վարվեցիք, ուստի ունեցաք 7 ճիշտ պատասխան։ 20 վայրկյան։ Վաստակեցիք 7 միավոր, կարող է լինել նաև Էրիկ Այդպես վարվեցինք, Տեր-Պետրոսյանը, ինչպես Էրիկ Փիլյանի աչքերն են վարվում հավաքականում խաղալիս։ Այո։ հրաշալի անցում էր Փորձեցի իմ սխալը մեղմել, էլի որ թեման չէ։ Ես եմ։ Արեք Արեք լավ ձեռ ունես։ օդի, ջրի եւ լույսի պես պետք է 2 միավորանոց կտրոն։ Մեկ միավոր կոնֆերենցիաների լիգա։ Եվ այսպես Գնդակը վերցնես կարող ես ուշ տա։ ժամանակը գնաց։ Հայկական որ ակումբը մասնակցեց վերջին։ Նոա Ալաշկերտ։ Չէ, ամենաառաջինը։ Ալաշկերտ։ Մյուս նո, Ճոնիկ Նոա։ ճիշտ է։ Իսպանական որ թիմը դուրս եկավ կոնֆերենցիաների լիգայի։ Ռայո Ալեկանը։ Ճիշտ է։ Այս վերջերս որ Տոմսերը իր այդ քաղաք գնացող էժան։ Ուր Ամստերդամ։ Չէ, Թոշակառուների։ Մի րոպե։ Կիպրոս։ Քաղաք տենց։ Լառնակա։ Որ թիմն է։ Լիմա ΑΕΚ Լառնակա։ Ճիշտ է։ Տիգրան Բարսեղյանը որ թիմը խաղում։ Սլովան Բրատիսլավա։ Կիպրոսական ինչ որ թիմը։ Աֆոս։ Չէ։ Ուրիշ ինչ կա։ Լիմասոլ։ Թուրքական թիմ ասա, թոփերից։ Թոփերից Գալաթասարայ Ֆեներբախչե Բեշիկտաշ։ Ճիշտ է։ 10 վայրկյան։ Նիդերլանդական որ թիմը։ Ազա Ալկմար։ Չէ։ Էսվ Էյնթհովեն։ Չէ։ Ուրիշ էլի թոփերից։ Այաքս, Ֆեյնորդ։ Ֆեյնորդ ասացի։ Ֆեյնորդը հաշվեցինք 6 ճիշտ։ Օմոնյան Կիպրոսական է։ Ահա, 6 ճիշտ Իսկ Սանտա Կլարան, Սանտա Կլարան, Պորտուգալական։ Սերալից էր։ 6 ճիշտ պատասխան, այս անգամ էլ չկարողացանք քաղաքական երանգներից խուսափել, բայց շարժվում ենք առաջ, քանի դեռ ամեն ինչ լավ է։ Ռոբերտ X2 սարիները զգում եմ։ Մի կառուգալ կա։ X1, Եվրոպա լիգա։ Գնացինք։ 1 րոպեն մեկնարկեց։ Հունգարական թիմ, Ֆերենցվարոշ, Հապրես։ Ամենաշատը Եվրոպա լիգան ինքն է հաղթել։ Սևիլիա, Մարսիչը։ Ունայ Էմերի,
այդ նոր ասած ակումբը, Սևիլիա։ ահա, որ ինքը սենց աստղ է իր վրա կրում, ինքը տենց Տիրասպոլի ակումբ է։ Շերիֆ։ Ապրես։ Այն բան բրազիլացի 10-ամյա հարցակողը ԲԿՄ-ից ռուսական։ Առաջվա Բարնաբաշի անունը ինչ է ասում։ Վարգա։ Ահա, դա նման անուն է։ Չեմ ուզում սենց անեմ, բայց այս ինչ է։ Մտույց է բացատրել CSKA-ից կարավ Եվրոպա լիգայի հաղթող, բրազիլացի սենց երկար մազերով, Չէ, Ժոն, չէ մյուսը, լավ, բասկ, Վագներ լավը։ հա, բասկ ֆուտբոլից է սա, Բաս, նույն տարով է սկսում, Այբոբենի առաջի տարով անուն էլ ազգանունել, 10 վայրկյան։ լավ, Ինտերի 9 համար է, որ ֆինալում Չեմպիոնների լիգայի գոլերից հանեց իրանց բան, մրտ Սիթիից գնդակը, Թյուրամա, չէ, դրա Եվ վերջ ժամանակ ավարտվեց, տարբերակ Լաուտարոն։ Լակակա։ Լուկակուն տենց են բացատրել։ ոնց բացատրի Ված չէր, 6 վայրկյան էր ված չէր, 5 ճիշտ պատասխան, 1 միավոր Վագներ լովին հազիվ հանեցինք 5 միավոր, ես ուզում եմ ամեն դեպքում այս հաղորդման ընթացքում ասել, որ սպորտը եւ քաղաքականությունը միշտ պետք է իրարից տարբեր լինեն, քանի որ ժամանակ առ ժամանակ ինձ զգում եմ Պետրոսի դերում անկախ որոշակի նմանություններից եւ Կարեն X2 խնդրում եմ մի անգամ։ X2 Ինչ է։ Թեման տեղական ֆուտբոլ։ տեղական ֆուտբոլ Ես պետք է քաշեի։ գոլ 1 րոպեն գնաց Ուրեմն այն կիսապաշտպանը, որ խաղում էր Կուբան, ուժեղ կիսապաշտպան։ Ալաքյանն է։ Չէ, հիմա Կանոնակրճան։ ապրես։ Երիտասարդները հետ լավ աշխատող մարզիչ, հիմա Արմեն Գյուլբուդարյան։ ապրես։ Մեր քաղաքը Երևան։ ու Մանչեսթեր, City, Երևան City։ չէ։ Մյուսը Երևան United։ ապրես։ Արթուրը, որ Ռոյսին վնասված խաղացրեց, իր աղբերը։ Արտակ Գետիգայան։ Ահա։ Փյունիկի մարզիչը հիմա նույն անունով է։ Ահա։ ԲԿՄ-ում արդեն ոչ երիտասարդ ֆուտբոլիստ է հարցակվող մի քանի տարբեր տեղ խաղաց։ Միրոնյան։ Լևոն Տեր, Պետրոսյան։ ահա, այս անունը։ Կարեն։ Լավ, այն մարզիչը, որ ասում էր լրագրողներն են մեղավոր, Վայ Գևորգյան։ չէ, հին է մի 10 քիչ։ վայրկյան Հին։ Հա, մի քիչ հին է արդեն չի աշխատում։ Աբրահամ Խաշմայան։ Չէ։ Լավ, այն հարց այն կիսապաշտպանը, որ Եվ Սարգիս, վերջ տարբերակ եթե ունես Սարգիս։ Մի րոպե։ Կիսապաշտպան։ Սարգիս։ դե անունը խոմ չի ասի։ Նալբանդյան։ Չէ։ Սարգիս Օվսեփյան, Ռումյան Օվսեփյան։ Ռոմյան Օսեփյան Քանի հատ ասինք։ 5 1 2 3 պատասխան ունեցաք 5, հա։ քանի միավորանոց էր այս փուլը 2 միավորանոց էր այս փուլը 10 միավոր վաստակեցին X2-ը չեն քաշում, դա շատ լավ է։ Կարենը եւ Արեգը 10 միավոր վաստակեցին ես ձեզ ուզում ասեմ որ այս խաղի ընթացքում երրորդ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ օգնեց եթե չեմ սխալվում Քանի հատ Պետրոսյան օգտագործած լինես, էլի օգնելու է։ Դե Չէ, օգնեց, սխալ պատասխանեցինք այդ։ Տեղական ֆուտբոլ 2 միավոր։ Եվս մեկ տեղական ֆուտբոլով շախ եւ Պայմանավորված առանց քաղաքականության Լավ։ 1 րոպեն գնաց Առաջին խումբը խաղում թիմը Երևանի ինչ։ Երևանի Չեն Արայտ ակումբը 70։ Ահա։ Արարատ 2 Ինչ թռչնաֆաբրիկա։ Արաքս Արարատի Արաքս Ապրես Վանում այմախամ կիսապաշտպան բան ինչ Ղազարյան որ ասեց Պետրոս հավատաց։ Ավետիսյան Ապրես Փյունիկի առաջվա տերը։ Սողոմոնյան Արթուր Հա նոյ պաշտպանը հայ կենտրոն պաշտպան։ Սերգեյ Մուրադյան Հա քաղաքական չի լավ Գանձասարի հայ պաշտպանը կենտրոնական Ալաշկերտ էր խաղում հավաքական էր խաղում Վարազդա Թարյանի կողքին Տարոն Ոսկանյան ապրես Տեխնիկի ֆան շարժումը սեկտոր 18 մրցավարը ինչ Մխիթարյան Հենրիխ Նալբանդյան ըհը Դոնեցկի ինչը ակումբ ուկրաինական ու տենց որտեղ ֆուտբոլ են խաղում Շախտյոր ֆուտբոլ խաղում տենց Շախտյոր ստադիոն ըհը չէ Դոնեցկի ինչ Մետալուրգի մարզադաշտ ապրես Եվ վերջ ժամանակը ավարտվեց ինձ հետաքրքիր է ինչ քաղաքական հուշում կար որ որոշեցիր շրջանցել
Որսարան ասեմ։ Պետրոսի ոնց Միավոր կտա։ Բայց կարող է տարիներ ավելանան Տարոն օդոց։ հիշեցի, Տարոն Մարկարյանը, Տարոն Ոսկանյան, Արկաստո։ Մինչ Արմանի բացատրելը հաշիվը հավասար էր 40-40, բայց Արմանը 8 ճիշտ պատասխան գրանցեց, վաստակեց 16 միավոր եւ արդեն հաշիվը 56 16 40 է։ Միշտ կողմ եմ այլ թեմա։ Վերջին հնարավորությունը, չէ՞։ Ունես ընդրության հնարավորություն։ Զաղորդումը ոչ թե շապատ։ Պատրաստ ես։ Սովետական ֆուտբոլ։ 1 րոպեն գնաց։ Հայ ամենահայտնի ֆուտբոլիստը սովետական։ Խորենովանսյան։ Ճիշտ է։ Դարպասապահներ Ռուսաստանի Լև Յաշին։ Չէ, Ռենատ Դասաև, Չէ, Չերչեսով, Ստանիսլավ Չերչեսով։ ճիշտ է, ուկրաինացի հայտնի մարզիչ Դինամո Օլեգ Կիևի։ Բլոխին, Լոբանովսկի։ Ինչ Լոբանովսկի։ Ինչ էր։ ինչ Պետրոսյան բանի եկել Վալերի Լոբանովսկի։ Այդ թիմով, այդ անունով թիմ կա։ Դինամո Կիև։ Դինամոն ճիշտ էր, ուրիշ քաղաք։ Դինամո Մոսկվա, Մեր հարևանների Դինամո մոտ։ Թբիլիսի։ Ճիշտ է։ Հայտնի ֆուտբոլիստ, որ եկավ ատո Արարատ, այս Նիկիտա վերջերս համար։ Սիմոնյան։ Ճիշտ է։ ԽՍՀՄ ամենահայտնի հարձակողներից։ Աղեղնավորը ռուսերեն ո՞նց է։ Թարգմանություն չի կարելի։ Ես չեմ թարգմանել։ Ստրելեց Վիկտոր, հա։ Չէ, 10 վայրկյան։ Չէ, լավ, իրանց ունենք, մենք է հիմա թիմ ունենք Հայաստանում։ Ռուսաստանում էլ կա, մեր մոտ էլ կա։ Բկմա։ Ճիշտ է։ Մոսկվա։ Վերջ։ Մեկ միավորանոց։ Ստրելցով։ 7 Էլսո Էդվարդ Ստրելցով։ Աղեղնավորը բայց թարգմանություն չէ։ Աղեղնավորը Ամեն դեպքում արդեն սալ եք պատասխանել, դա էական չէ, 7 ճիշտ պատասխան, հաշիվը դարձավ 47-56, կարծում եմ պետք է երրորդ փուլում կենտրոնանալ ավելի, եթե ցանկանում ենք իհարկե խոշորաշու չպարտվել, դուք ֆանտաստիկ մարզավիճակում եք գտնվում այսօր, քանի որ լռության Ազգային ստադիոնում են պարապում։ քանի որ այսօր լռության օր է, առաջարկում եմ ուղակի խմենք։ Մենք անցնում ենք երրորդ փուլ։ Մեկնարկում է երրորդ փուլը եւ 9 միավորի տարբերություն կա, որը պետք է փորձեք չեզոքացնել այս փուլում։ Ես պատմեմ մի փոքր փուլի կանոնների մասին։ Թիմակիցներից մեկը կրելու է ականջակալներ, ում կընտրելու է Go FM-ը, իսկ մյուսը փորձելու է հիմնականում շուրթերի միջոցով բացատրել ֆուտբոլային տերմիններ եւ բառեր։ Հիմա Ռոբը ցույց էր տալիս թե ինչպես են խաղում այս խաղը։ Ով է մեկնարկելու։ Ինքը պետք է ասի։ Ես սպարտվել եմ, դու պետք է ասես։ Հա։ Հա։ Չէ, հիշում։ Արդարության մարտիկ է Սարեկ։ Թող իրենք սկսեն։ Ես պատմեմ։ Հա։ Լավ։ Գնաց։ Միացեք աշխարհի ամենաբարձրի է։ Լսում ես մեզ։ Գարունը բերում է։ Կտրվել է աշխարհից։ Արեգը պատրաստ ես։ Արեն 1 րոպեն մեկնարկեց Ռոստոն Դրենտե։ Ռոյստոն Դրենտե։ Դրենտե։ Ռոյստոն Դրենտե։ Բաջո, նայ, ո՞վ է։ Դրենտե։ Դրենտե։ Ինչ։ Դրենտե։ Սամուել Էտո։ Սամուել Էտոո։ Սամուել Էտո։ Դիեգո Միլիտո։ Դիեգո Միլիտո։ Դիեգո Միլիտո։ Եգոր։ Դիեգո Տիագո։ Միլիտո։ Պինտո։ Միլիտո։ Միլիտո։ Պինտոյա։ Միլիտո։ Միլիտո։ Բինիտո։ Բինիտո։ Ֆեդերիկո Դի Մարկո։ Մի։ Միլիտո։ Միլիտո։ Դիեգո Միլիտո։ Ժամանակը ավարտվեց, Արեգ կարող ես հանել ականջակալները, համառություն դրսևորեցիք եւ տար բացատրեցիք Դիեգո Միլիտոին, դա միավոր էր ձեր թիմին։ Դրենտեն է։ Երկու ճիշտ պատասխան ունեցան Դրենտե։ Կարենը եւ Արեգը։ Կարանք բաց թողնենք այս փուլը։ Մասնակցում եք այս փուլին։ Այո։ Մասնակցում եք։ Ոնց կոզես։ Ով է կրելու
Ես։ Ականջակալները։ Մենակ խնդրում եմ Coldplay-ից մի բան միացեք, Իմ սիրած երգերից։ Պատրաստ ես Ռոբերտ։ մի րոպե։ Պատրաստ եմ։ Եվ այսպես 1 րոպեն գնաց Դիեգո Կոստա։ Diego Costa։ Cristiano Diego Costa։ Diego Costa, Ալվարո Նեգրեդո։ Alvaro Negredo։ Alvaro Morata, Negredo։ չեմ հասկանում։ Negredo։ Diego Alvaro Negredo։ Carreras, Սանտի Կասորլա։ Santi Santi Cazorla։ Cazorla, Անտոնիո Ռեյես։ José Modric, José Antonio Reyes։ Lionel Messi, Պատի ասեի հատուկ José Antonio Reyes։ Հերիք Մխիթարյան, չեմ լսում։ Busquets։ Վերջ, ժամանակը ավարտվեց։ Զվարճանում էիք, օգտագործում էիք շատ միավորների տարբերությունը։ Ըստ չենք թերագնահատել, որ ցակցի ուղղակի իրոք չէի լսում։ Չէ, ոչ մի տարբերակ չունեի, փորձում էի հուշակելու։ José Antonio Reyes։ Փորձենք վասակել Alvaro Negredo։ անհամար միավորներ եւ շրջանցենք թիմին, որը լուրջ չէր վերաբերվում այս մշակությանը։ Պատրաստ ենք։ Պատրաստ ես։ Լսում ես։ Իսկ հիմա գնաց, գնաց։ Պատրաստ ես։ Այո։ Ռուտ Վան Նիստելրոյ։ Ruud van Nistelrooy. Ruud van Nistelrooy. Luis Armando Maradona, Rudiger. Ruud Van Nistelrooy, Ryan Giggs. Սա, Գնե, դա, Gago. Ryan. Ինչ? Բարտես։ Bartes. Valdez, Bartes. Boris Alper Yilmaz, Յուրի Ջորկայր։ Yuri. Luis, Ժամանակը ավարտվեց։ Yuri Jorkaev. Յուրի, Այդ Ալպեր Ելմազին ինչի հիշեց։ Հա, հետո բա։ բեյով ինչ-որ բան ենք ասում։ Լավ էր, գոհեք։ Շոկնեցին անգամ նախկին նախագահները, անգամ Զագոն շոկնեց։ Ուսամ դա։ Մեկ միավոր պատրաստ ես։ Չէ, Ռոբերտ։ Իսում է ավարտվեց, բայց Գոլ էր թե խաղը ավարտվեց։ Կարծում եմ չի լսում ես հիմա։ Հուսանք չի լսում ես հիմա։ Ռոբերտը, Արման, Էրիկ Լամելա։ 1 րոպեն գնաց։ Էրիկ Լամելա, Memphis Depay, Memphis Depay, շատ հեշտ է, Depay։ Vasco da Gama, Vasco Van Gogh, Vasco Vasco Da Gama, չգիտեմ, կանեք անցնենք մյուսին թե Bebeto, Bebeto, Pastore, Penaldo, Beto, Pepperoni, մյուսը Ronaldinho, Ronaldinho, 10 թվարկյան, Ronaldinho, Friedman, հա? Գոլեցկա? Գա, Ronaldinho։ ժամանակը ավարտվեց, լավ էր, 3 միավոր սկզբում շատ հեշտ
Սկսեցիր, բայց հետո Կորեցկա։ տանը այդպես է, կորեցք։ Երեք միավոր վաստակեցին Արմանը եւ Ռոբերտը, էական չէին այս փուլում միավորների քանակը, վաղուց նրանք կտրվել էին մրցակցից։ Ավարտվեց երրորդ փուլը։ Մեր գործընկերն է Foodpark-ը, որտեղ մենք անցկացնում ենք օֆլայն ուրիշ ֆուտբոլային քուիզներ։ Իդեպ կարող եք միանալ Telegram-յան ալիքին, որը կարող եք գտնել նկարագրության մեջ, իմանալ խաղերի օրերը, գրանցվել եւ իհարկե պատասխանել այնտեղ հայտնվող on-line ինտելեկտուալ հարցերի։ 61-50 հաշվով Ռոբերտը եւ Արմանը հաղթեցին Արեգին եւ Կարենին, կարծում եմ հիմա նրանք կընդունեն շնորհավորանքներ։ Մենք նաեւ ունենք նվերներ մեր հյուրերի համար, չէ՞ որ մեր հաղորդման գործընկերն է Armenia Wine-ը իր տակար էքստրա բրուտով, որը լավագույն տարբերակն է ինչպես պահը անմոռանալի դարձնելու, այնպես էլ ամենակարևոր առիթները նշելու համար։ Միացեք մեզ նշենք Ռոբերտի եւ Այնպես էլ Արմանի պարտությունը նշելու։ Նշենք մեր առիթը։ Մեր հաղորդումը ավարտվեց, մենք գնում ենք լռելու։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերներին։ UEFA-ի անդամ բոլոր երկրների ազգային ֆեդերացիաների ամբողջական անվանումները ունեն հետևյալ կառուցվածքը՝ երկրի անվանում, գումարած ֆուտբոլի ֆեդերացիա կամ ասոցիացիա։ Իսկ UEFA-ի անդամ որ երկրի ամբողջական անվանման մեջ չի նշվում երկրի անունը։ Այս հարցին կարող եք պատասխանել հաղորդման մեկնաբանություններում, իսկ պատահականության սկզբունքով հաղթողին կիմանանք հաջորդ ուրբաթ ուրիշ ֆուտբոլի Instagram-յան էջի ստորիներ բաժնում։